Երևանի քաղաքապետարանից այսօր հայտնեցին, որ փետրվարի 17-ից 20-ը Միկա մարզահամալիրում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ 2026 բասկետբոլի միջազգային մրցաշարը։ Ըստ պաշտոնական հայտարարության մրցաշարը Երևանում համախմբում է տարբեր երկրների բասկետբոլիստների, նպաստելով սպորտային միջազգային կապերի զարգացմանը, փորձի փոխանակմանը եւ առողջ կենսակերպի խթանմանը։ Արմլուրը պարզել է, որ բասկետբոլի միջազգային մրցաշարի համար հատկացվել է 42 միլիոն 640 հազար դրամ։ Ըստ պայմանագրի անհրաժեշտ է ապահովել 1000 նստատեղեր հանդիսատեսի համար, անհրաժեշտ է մասնագիտական գույք, այդ թվում առնվազն 30 հատ, 7 համարի գնդակներ բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի սերտիֆիկատով միջազգային չափորոշիչին համապատասխան։ Միջոցառման շրջանակում մրցավարների եւ սպասարկող անձնակազմի օրապահիկների համար կատարվելու է բաշխում եւ դրամական պարգևատրում օրական 20 հազարական դրամ։ Մրցումների հաղթողների եւ մրցանակակիրների պարգևատրումը պետք է իրականացվի կանոնակարգով սահմանված միջոցներով, այդ թվում դիպլոմներով, Երևանի քաղաքապետարանի եւ համապատասխան ֆեդերացիայի լոգոներով ու մետաղական, ոսկեգույն, արծաթագույն եւ բրոնզագույն մեդալներով, որոնց առջեւի երեսին նշված է միջոցառման անվանումը, իսկ երկրորդ երեսին Երևանի քաղաքապետարան գրառումն ու Երևանի զինանշանի պատկերը, ինչպես նաեւ գավաթներով ու հուշանվերներով։ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է հաղթողներին եւ մրցանակակիրներին դրամական պարգևատրում տալ Երևանի քաղաքապետի գավաթ 2026-ի շրջանակներում առաջին տեղի համար 3 միլիոն դրամ, երկրորդ տեղի համար 2 միլիոն դրամ, երրորդ տեղի համար 1 միլիոն դրամ։ Հատկացված գումարի մեջ ներառված է նաև հունահռոմեական ոճի իմշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշարի ծախսերը, որը նվիրված է Բենուր Փաշայանին։ Այս հուշամրցաշարի հաղթողներին եւ մրցանակակիրներին դրամական պարգևատրում կտրվի 10 քաշային կարգերում։ Առաջին տեղում 300 հազար դրամ, երկրորդ տեղում 200 հազար դրամ, երրորդ տեղում 100 հազար դրամ։ Միջոցառման ավարտից հետո նախատեսվում է 200 անձի համար հյուրասիրություն կազմակերպել տարբեր ուտեստներով եւ որակյալ օղիով, գինիով եւ կոնյակով։